Ինչ է սա նշանակում։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ըստ էության Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների եւ պարտադրության ներքո եւ ընդհանուր առմամբ խաղաղության պայմանագիրը ճիշտ է, որ պետք է գնալ խաղաղության, մենք էլ ենք ձգտում խաղաղության եւ առավել եւս որպես զինվորական ես կարող եմ ասել, որ ով է ուզում ավելի շատ խաղաղության, եթե ոչ այն կառույցը, որը որ կարող է առաջինը տուժել պատերազմական իրավիճակից, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է, որովհետև իրենք խաղաղության պայմանագրի մեջ այնպիսի կետեր են դրել, որոնք որ ցույց են տալիս, որ անդադ շարունակական են ճնշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելով եւ առավել եւս երբ որ դրանք զուգորդվում են նաեւ կրակոցներով սահմանի վրա, ցույց են տալիս, որ այդ փաստաթուղթը իրատեսական չէ, իրական չէ խաղաղությունը եւ բացի այն կետերից, որոնք որ կան խաղաղության պայմանագրում, նաեւ կան չգրված կետեր, դուք դա կկատարեք, կփոխեք ձեր սահմանադրությունը, կհրաժարվեք Մինսկի խմբի համանախագահության այդ հարթակից, դրանից հետո մենք կտեսնենք, կգնանք խաղաղության, թե չեն գնա խաղաղության։ Իրականում, տեսեք, մեր գնահատմամբ հետևյալն է կատարվում։ Երբ որ խոսում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագծի մասին, մենք տեսնում ենք, որ նրանք ամեն գնով ուզում են ստանալ այդ փաստաթուղթը, շատ դեպքերում ասում են այդ թղթի կտորը ինչու համար, որպեսզի իրանք դա օգտագործեն ներքաղաքական գործընթացներում։ Իսկ Ադրբեջանի կողմից խաղաղության այդ պայմանագրի ձգձգումը կայանում է նրանում, որ իրենք փորձում են միջազգային իրավական հիմքեր ստեղծել, հետագայում օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից, ուժային կենտրոնների միջև հարաբերություններից, տարածաշրջանում, եթե լինեն ինչ-որ իրադարձություններ, դրանից օգտվելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշումները շարունակեն, ամենամինիմալը դա կարող է լինել, այսպես ասած, ճակերտներով Միջանցքի գաղափարի իրականացումը Ադրբեջանի կողմից, իսկ ամենամաքսիմալը դա մաքսիմալ կորզումներ ստանալ Հայաստանի Հանրապետություն։ Սա է իրականությունը։ Գրակոծների հետ կապված պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում նշելով, որ գրակոծներ կան, բայց դրանք վտանգավոր չեն։ Ձեզ համար պարզ է, հասկանալի է, ինչ է նշանակում ոչ վտանգավոր գրակոծ։ Տեսեք, այս դեպքում մենք պետք է միշտ հղում կատարենք, երևի թե մասնագիտական կառույցի ինֆորմացիային տեղեկատվությանը եւ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվությանը։ Գրակոծներ լինում են կանոնավոր, ուղղորդված, կրակոցները լինում են դիպուկահարների կրակոցներ, որոնք որ ուղղված են Հայաստանի Հանրապետության դիրքերի վրա եւ լինում են անկանոն կրակոցներ, բայց միևնույն է, ինչպիսի կրակոցներ էլ որ կան, այդ կրակոցների մասին տեղեկություններ պետք է լինեն, թեկուզ նաեւ եթե ինչ որ կրակոցներ են լինում, հենց նույն Ադրբեջանի Հանրապետության, ասենք, դիրքերում իրենց զինծառայողների միջև։ Այս կրակոցների հիմնական նպատակը, որը իրականացվում է այս վերջին օրերին եւ նաեւ եթե ապատեղեկատվություն է տրվում Ադրբեջանի կողմից, դա տեղեկատվական պատերազմի մաս է կազմում եւ դրանք ուղղված են եւ Հայաստանի Հանրապետության մեր ժողովրդի հոգեբանական ճնշումներ իրականացնելուն եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ արագացրեք այն մեր պահանջները, որ մենք բացի խաղաղության պայմանագրից ներկայացնում ենք ձեզ, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, բայց ես նորից եմ ասում, որ քաջ ծանոթ լինելով Ադրբեջանի հոգեբանությանը, ես նկատի ունեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը, իրենք փորձելու են մաքսիմալ կորզել եւ իրենք չեն գնալու հիմա խաղաղության գործընթացը։ Այս իշխանության կողմից տեսնում եք փորձեր
ադրբեջանական կրակոցները ծածկադմփոց անելու հետ կապված, որովհետև Սյունիքի մարզի գյուղերի բնակիչներն ասում են, որ կրակոցներ լսում են, իշխանության ներկայացուցիչները ինչ որ բացատրություններ են գտնում այդ կրակոցները ըստ էության արդարացնելու համար։ Գիտեք, Պաշտպանության նախարարությունը ինքը հետաքրքրված պետք է լինի ճիշտ ինֆորմացիա տալու։ Երեք մենք տեսանք, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ասաց, որ դրանք կրակոցներ են, որոնք որ ասենք չունեն նպատակներ, անկանոն կրակոցներ են, բայց միևնույն է, ասենք ինֆորմացիա ունենալով տեղերից ես քիչ առաջ եմ խոսել, ասենք Խնածախ, Վաղատուր գյուղի համապատասխան մարմինների, մեր մտերիմների հետ, որոնք որ ասում են այդ կրակոցները գյուղի վերևով են անցնում, այսինքն դեպի մեր կողմն են, դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան պետք է հստակ տրվի։ Ստում է այսինքն Պաշտպանության նախարարությունը, հա? Ստում է այսինքն Պաշտպանության։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ ինֆորմացիա չեն տալիս։ Պարոն Օհանյան, երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, ադրբեջանական մամուլում սա տարածվեց եւ ողջունվեց։ Հիմա նման հայտարարությունը ինչ է կարծում, ինչ նպատակ է հետապնդում։ Ես կարծում եմ, որ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը կուլ է գնում ադրբեջանցիների ճնշումներին եւ պարտադրանքներին։ Այդ հայտարարությունը չնայած նրան, որ ինքը ասաց, որ մեր թիմի որոշումն է, բայց այն ուղղված է երևի թե հակառակորդին, երևի թե Ադրբեջանի ղեկավարությանը, Ալիևին, որ մենք այդ էջը փակում ենք, սա խնդրանքի ծնկի իջնելու նման մի բան է, որ ինքը ուղղում է Ադրբեջանին, որպեսզի այդ փաստաթուղթը խաղաղության վերաբերյալ ինքը ստանա։ Իրականում տեսեք, մենք ինչ ճանապարհ ենք անցել։ Մի ղեկավար, որը որ ի սկզբանե հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ բացի դրանից տապալեցին բանակցային գործընթացը, երկիրը մտավ պատերազմի մեջ, ես նկատի ունեմ Արցախը։ 21 թվականի արտահերտ ընտրությունների ժամանակ իրենք ներկայացրեցին մեկ ծրագիր եւ այդ ծրագրի մեջ նորից Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարներ, Արցախի ժողովրդի պաշտպանության խնդիրներ, Հայաստանը հանդիսանում էր այսօր էլ կառավարության 21-26 թվականների ծրագրի մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխարովը։ Դեռ չեմ ասում նաև այն, որ գոյություն ունեցող ազգային անվտանգության ռազմավարության մեջ բազմաթիվ անգամ ասել եմ 4.25 կետը բացեք, կարդացեք եւ որտեղ որ նշված է Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ Իրենք դա արեցին, չարեցին։ Հիմա այս անձնավորությունը, որը որ պատասխանատու է իր թիմի հետ միասին Արցախի հայաթափման համար, Արցախի էջը փորձում է փակել։ Դրան հակառակը մենք ասում ենք հետևյալը, կարճ ասեմ, որովհետև բազմաթիվ անգամ անդրադարձել ենք դրան։ Առաջինը, որ հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանը բռնագաղթեցնելով հանցագործություն է կատարել, ցեղասպանություն Արցախի ժողովրդի նկատմամբ եւ ինքը միջազգային դատարաններում պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը պետք է պահպանել նրա ինստիտուտներով, կառավարման ամբողջ համակարգով, որպեսզի Արցախի ժողովրդի կարգավիճակի, հետ վերադարձի անվտանգության եւ մնացած բոլոր պայմանները ժողովրդին հավաքական պահելու, հավաքական հետ վերադարձնելու խնդիրը լուծվի եւ երրորդը այս իրականության մեջ բանակցային գործընթացը գործող ձևաչափով Մինսկի համանախագահության ձևաչափով այլընտրանք չունեն։ Գիտեք, երբ որ խոսում են Մինսկի, երբ որ ինքը ասում է Ղարաբաղյան շարժումը ավարտված է, հիմա Ղարաբաղյան շարժում չկա, պարզապես պետք է Ղարաբաղի ժողովրդի, Ղարաբաղի Արցախի հանրապետության կարգավիճակի համար, քանի այս վերքերը թարմ են, որովհետև հապաղելը այստեղ նման է հանցագործության, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները փակում են դա եւ
փակել Մինսկի համանախագահությունը, հավանություն տալ, որ Մինսկի համանախագահությունն այլևս գոյություն չունի, դա նշանակում է Արցախի ժողովրդի եւ Արցախի հանրապետության այսպես ծննդականը եւ նրա ամբողջ իրավական գործընթացը փակել, որ հանցագործության նման մի բան է։ Պարտադրանքի հաղորդված գործողությունների մարտի տեսքին փորձում են պարտադրել, որ Հայաստան արագացնի իրենց այդ նախապայմանների կատարումը այս տարբերակով։ Իհարկե, դա նաև ազդեցություն է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա, առավել եւս որ նրանց ներկայացուցիչները ասում են, որ Ադրբեջանը խաղաղության գործընթացում անսահմանափակ ժամանակ չունի, այսինքն նախապայմաններից մեկը դա Սահմանադրական փոփոխություններն են Մինսկի համանախագահության այսպես լուծարումն է, բայց նորից եմ ասում, կգա այդ ժամանակը Ադրբեջանը նոր այսպես պահանջներ կներկայացնի Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանդեպ։ Պարոն Օհանյան, սովորաբար նախկիններն են ստորագրել եւ նա մասնավորապես ասում էր այլապես կգային ինձ հետ բանավիճելու եւ չեն գալիս բանավիճելու, որովհետեւ շարունակեմ հարցը։ Ասում էր չեն գալիս բանավիճելու, որովհետեւ գիտեն, որ չեն կարող ես նրանց պատերին կտամ, ասֆալտին կտամ։ Դեր արձագանք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը նախկինում եղել է ընդդիմադիր եւ իր ընդդիմադիր գործունեության ժամանակ ինչ բառապաշար ասես օգտագործել է։ Այսօր ինքը եթե գիտակցի, որ ինքը երկրի ղեկավարն է, այդ բառապաշար ինքը իրավունք չունի օգտագործելու Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներ։ Ինքը կարող ասել, հրավիրում եմ բանավեճի, բայց պատերին ծեփել, չգիտեմ, գետնին փռել եւ նույնն էլ այսօր Ալեն Սիմոնյանը ասում է, որ ես ստորագրում եմ եւ ես կողմ եմ այնինչ Նիկոլ Փաշինյանը ասել է։ Սա եւս մեկ անգամ փաստում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա ղեկավարությունը եւ գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարությունը օրինակ չեն հանդիսանում, իրենք իրենց գործունեությունը շարունակում են այսպես փողոցային վարքագծով։ Տեսեք, ընդհանուր եթե գնահատական տանք այս երկու օրերի այս զարգացումներին, ես կարող եմ ասել հետեւյալը, որ տեսեք, շատ վատ բան է, երբ երկրի ղեկավարությունը ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է որոշումներ ընդունում, այսինքն ճիշտ չի որոշում այն առաջնահերթությունները, որոնք որ ծառացած են, եւ այս քաղաքական գործընթացները, այս անձեռնխելիության պահանջները, դատավարությունները, դրանք բոլորը շեղում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրական զարգացումներից։ Մանավանդ, երբ որ ինքը բերում է իրական ոչ իրական, այսպես այդ խոսույթը Հայաստանի Հանրապետության, այսպես մեր ժողովրդի դատին է դա ներկայացում, ինչ է նշանակում իրական ոչ իրական, պատմական կամ իրական Հայաստան։ Մենք մեր պատմությանը հավատարիմ ենք, բայց միշտ գործել ենք իրական իրավիճակի գնահատումով եւ դրա համար է, որ մենք կարողացել ենք հասնել հաջողությունների, բայց շատ ավելի վատ բան է, երբ որ երկրի ղեկավարը գտնում է անհավասարակշիռ վիճակում եւ անհավասարակշիռ վիճակն է, որ բերում է այդ ջղաձգումների, անհավասարակշիռ վիճակն է, որ բերում է նաեւ նրանց թիմի մեջ պարակտումների, որ նաեւ բարոյական գնահատական է տալիս դրան։ Այսինքն անհավասարակշիռ վիճակում գտնվող երկրի ղեկավարը ո՞նց կարող է նորմալ որոշումներ ընդունի։ Եվ դրա մասին է չէ խոսում այն իր կողմից արտահայտած այն բաները, որ փոխանակ նախկինում Արցախյան հարցում անվտանգության խնդիրների հետ կապված խնդիրներում ճիշտ որոշումներ ընդունի, ինքն չէ ասել, որ ես մեկ-մեկ ինձ գժի տեղ եմ դնում, որ անցնի, մեկ-մեկ փաստաթղթեր եմ բերում, ես չեմ էլ նայում այդ փաստաթղթերը, հենց այնպես ստորագրում եմ, որ գնա։ Դա է պատճառը նաև այն բանի, որ 2019 թվականին ներկայացրել են Արցախյան հարցի լուծման հստակ քայլեր, ինքը ծալել մի կողմ է դրել եւ
այդ ամենը բերել է նրան, որ երկիրը քաշվել է պատերազմի։ Այսինքն եւ պլյուս դրան մեր երկրի ղեկավարը, որը որ պատասխանատու է նաեւ մեր ռազմավարական կամքի, մեր հավաքական նպատակների, ժողովրդին համախմբելու այդպիսի խոսույթով ինքը օրինակ չի հանդիսանում։ Ինքը շատ շուտ, շատ արագ պետք է հեռանա։ Դուք բան եք ասում։ Խուսափելու հետ կապված ինքը ներկայացնում, եթե չեն գալիս բանավեճին, շնորհակալ եմ խուսափում են եւ փաստեր չունեն, դրա համար են չեն ցանկանում եւ բանավեճելու փոխարեն հարցները բաժանախներ են հետո։ Տեսեք, ծիծաղելու աստիճանի է հասնում այն, որ ինքը ներկայացնում է։ Դուք հիմա կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բանակցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ հենց Արցախյան հարցի բանավիճելու այդտեղ խնդիր չկա, բազմաթիվ անգամ նախագահներն ասել են դու ներկայացրու այն բոլոր փաստաթղթերը, որոնց հիմքում եղել է Արցախյան ամբողջ գործընթացի բանակցությունների ընդհանուր միտքը, Արցախի ինքնորոշման գաղափարը, որը որ արտահայտված է եղել տարբեր փաստաթղթերում, ես դրան նորից չանդրադառնամ։ Ինքն է եկել եւ ուղակի տապալել, ուղակի քայքայել, ոչնչացնել բանակցային այն ամբողջ ներուժը, որ տարիների ընթացքում հավաքվել է։ Հիմա տեսեք, ինքը ասում էր, որ եթե այդպես է, թող իրենք անեին, եթե այդպես է, թող լուծեին Արցախի հարցը։ Գիտեք, ինքնորոշման գաղափարը, որը նաև զուգորդվում է տարածքային ամբողջականության եւ նաև ուժի չկիրառման մեջ, բազմաթիվ անգամ նաև դրա մասին ասվել է, որ Արցախի հանրապետության ինքնորոշումը որևիցե մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետև Արցախի հանրապետությունը ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանի հանրապետությունը խորհրդային միության փլուզման եւ խորհրդային միության օրենքների շրջանակներում։ Հիմա ինքը, երբ որ ինքը ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, վերցրել է մի ծանրաձող, այդ ծանրաձողը գցել է իր ոտքին եւ դա իր մեջ իրավական տարեր է պարունակում, առերևույթ հանցագործության տարեր, հիմա փորձում է այդ ամենը շեղել ուրիշների նկատմամբ, այդտեղ բանավիճելու բան չկա, թող փաստաթղթերը հերթականությամբ արտգործնախարարությունը եւ նրա գործավարությունը այսօր իրենց ձեռքին են, թող հայտարարեն։ Պարոն Օհանյան, սովորաբար երբ խոսվում է, երբ Ադրբեջանը հայտարարում է սահմանային խախտումների մասին կամ դրանից հետո հայտարարում է, որ Հայաստանը օրինակ պատրաստվում է ռազմական գործողությունների պատերազմի, օրինակ հիմա ասում է ապրիլին, դրանից հետո սովորաբար մեր Հայաստանի բնակության շրջանում խոսակցություններ են սկսում պատերազմի մասին, դուք ռազմական գործողությունների սպասում եք Ադրբեջանից։ Տեսեք, այն որ ռազմաքաղաքական իրավիճակը բավականին բարդ է, բայց այն որ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության, այսինքն մարտական գործողությունների վրա ազդում են առաջին հերթին աշխարհաքաղաքական զարգացումները, ուժային կենտրոնների միջև գոյություն ունեցող հարաբերությունները եւ այդտեղ մենք տեսնում ենք որոշակի նաեւ ձգտումներ բարելավման, այսինքն ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի, այն որ նաեւ տարածաշրջանային իրադարձություններն են ազդում ռազմաքաղաքական իրավիճակի վրա, միանշանակ է եւ տարածաշրջանում այսպես ռազմաքաղաքական իրադրությունը բավականին բարդ է։ Իհարկե սադրանք, պատերազմի վտանգ կարող է լինել միայն ու միայն Ադրբեջանի կողմից, իրենք են ագրեսոր պետությունը եղել եւ իրենք էլ շարունակում են այդ ագրեսորությունը, իրենք էլ շարունակում են այդ սադրանքները, բայց կարծում եմ, որ իրենք նայելու են աշխարհաքաղաքական զարգացումներին, որովհետեւ յուրաքանչյուր խախտման համար նաեւ պետք է պատասխան տան, ասենք այն մարդկանց, այն տերությունների, որոնք որ այսպես վերահսկողություն են իրականացնում տարածաշրջանում։ Շնորհակալություն։ Ինչու այն հանդերձ ձեզ թե երկրորդ, թե երրորդ, թե առաջին նախագահները չգնան մասնակցեն բանավեճին ու Նիկոլ Փաշինյանի, եթե ընդդիմությունը կարծում է, որ ինքը ճիշտ է, ցույց տա Նիկոլ Փաշինյանի մերկությունը բանակցային գործընթացում։ Ну նախ Հանրապետության 3 նախագահներն էլ իրենց պատասխանները տվել են, բայց ես գտնում եմ, որ այստեղ բանավիճելու բան չկա, ակնհայտ է, որ Արցախյան ամբողջ գործընթացի եւ պայքարի
եւ հետագայում բանակցային գործողությունների ընթացքում նպատակը մեկն է եղել Արցախի ինքնորոշման գաղափարը եւ երկրորդ իրենք ասել են թող այդ փաստաթղթերի ամբողջ բազան այսօր գտնվում է պետության ձեռքին, արտգործ նախարարություն, թող ներկայացնեն, եթե ներկայացնելուց հետո ինչ որ խնդիր լինի, իրենք իրենց խոսքը կասեն։ Շնորհակալ։ Բարոն